Մարդիկ տարբեր հիվանդությունների պատճառաբանությամբ ազատվել են ժամկետային զինծառայությունից եւ այդ հիվանդությունները անհամատեղելի են վարորդական, մեկ էլ տեսնում ենք այդ մարդիկ վարորդական իրավունք ունեն, ասում ենք, բայց ոնց, ուրեմն ստե մի բան այն չի։ Եվ հետեւաբար թվայնացումը ստեղ էլ այդ հարցը պետք է լուծի, եթե միտեղ արձանագրվել է, որ այդ խնդրեմը կա, այդ արդեն այդ անձի պրոֆիլում պետքա կարմիր լույսը վառի եւ ավտոմատ արգելք դրվի, որ այս մարդը չի կարող ունենալ, ասենք, վարորդական իրավունք, մինչև այս խնդիրը պարզաբանված չի։ Հիմի այս հարցերը այդ համատեքստում մենք կարող ենք լուծել։ Նախաձեռնություն ըստ էության բոլոր հարցերը փարատում է, պարոն Պապիկյան, այս մասով, որովհետև մեր խնդիրն էլ էր այդտեղից հենց գալիս, որովհետև տեսնում էինք, որ պարեկները հանդիպում են ճանապարհներին այնպիսի անձանց, ովքեր որ պլատֆորմով երևում են հոգեկան առողջական խնդիր ունեցող կամ թմրաբանական հաշվառում են ունեցել, բայց մինչ այդ պահը որևէ ձևով հասանելի չի դարձել նախարարության համապատասխան ստորաբաժանմանը տեղեկատվությանը, իսկ այս պայծրությամբ արդեն ավտոմատ ամբողջովին տվյալները կթվայնացվեն անընդհատ, Արմեդում երբ տվյալ գեներացվի, դա ավտոմատ մեզ հասանելի կդառնա եւ կարմիր ազդանշանի չակերտավոր ասված հայտնաբերման դեպքում ավտոմատ կդադարի իրավունքը, եթե օրինակ այցելի այնպիսի անձ, ով մեր պատկերացմամբ որևէ խնդիր ունի առողջական, նույնիսկ Արմեդ, այսպես ասեմ, ուղեգրման ռեժիմով ազդակ ուղարկելու հարցեր ենք դրել մեր առաջ, որպեսզի որևէ քաղաքացի տեսադաշտից բաց չմնա, անկախ նրանից, թե ինչ գործարքի համար է եկել նախարարություն։ Դե օրինակ թվայնացում, երբ որ դիմադրության է հանդիպում, նաեւ այս կոռուպցիոն համակարգերի պատճառով է, որտեվ մարդը այն թղթային համակարգում պաշտպանության նախարարությունում բան է, ինքը ծայրահեղ ծանր հիվանդ է, ասենք ենթադրենք բանի ֆինանսների նախարարությունում ինքը կատարյալ առողջ է, սոցիալ նախարարությունում ինքը պատերազմի վետերան է, եւ դա չի երևում, ոչ միտեղ չի համադրվում։ Ունենք տես դեպքեր, ինչի եք ծիծաղում։ Թվայնացումը բերում է նույն դաշտի վրա, որ ոնց մի րոպե, պետքա կողմնորոշվենք, ինքը կամ հիվանդ է, կամ առողջ է, կամ վետերան է, պետքա հասկանանք, չէ՞։